մենք դատանի կազմը, դատախազին, կողմերին ներկայացել ենք դատավարության ընթացքում, բացարկի հարցեր քննարկել ենք անամենին ամեն դեպքում ես կրկին ձեզ համար կհայտնեմ, դատական նիստը նախագահում է դատավորում Խիթար Պապոյանից, դատանի դատավորներն Տիկին Աբրահամյանը և Ռոբերտ Պապոյանը, դատական նիստերի քարտուղարը Մանե Հովսեփյանը։ Դատարանի կազմի ինքնաբացարկի միջնորդություն, նիստերի քարտուղարի բացարկի հիմքեր չունեն։ Դատախազը նախ դժողի ներկայացուցիչը պարոն Սիմոնյանը։ Շունեմ որևէ խնդիր պարոն Սիմոնյանի հետ և ոչ հարաբերություն չունեմ։ Իսկ դատախազը պարոն Ավասարդյանն է, ում հետ կապված նախորդ դատական նիստի կարծես թե ձեր պաշտպանյալը ինքնաբացարկի։ Շատ բավականություն եմ պարոն Ավասարդյանին, մեծ հարգանքով անձի նկատմամբ, մենք համատեղ բավական աշխատում ենք Արցախի հանրապետությունում, ազնական որևէ խնդիր բացարձակապես չունեմ, բայց իմ պաշտպանյալը ունի լուրջ մտահոգություններ պարոն Ավասարդյանի անաչափության վերաբերյալ, ներկայացրել է բանավոր որոշակի փաստեր և խնդրել է, որպեսզի ես նախապատրաստեմ ինքնաբացարկի միջնորդություն, բայց հաշվի առնելով ինչքան է շատ վստահ եմ ու արգում, որ պարոն Հարությունյանին և հավատամ նրա խոսքին, բնականաբար, քանի որ դա ինքը իրանով լուրջ փաստաթուղթ է, որ հետագայում քննարկման առարկա պետք է դառնա դատարանի կողմից, ես մինչև չծանոթանամ այն փաստարկներին, որը վկայակոչում է պարոն Հարությունյանը, մասնավորապես կապված դատական նիստում, պարոն Ավասարդյանի վարքագծին, այդպես ասեմ, և նաև որոշակի ապացույցներ, որոնք պարոն Հարությունյանը ասեց, որ իր ձեռքի տակ ձայնագրությունների եղանակով պետք է ներկայացնի ինձ տեսագրությունները մասնավորապես դատարանի տեսախցիկների և այլևարավորում ենք պահանջենք Սյունիքի մարզի դատարանի մասին է խոսքը, որպես ներկայացնենք վերաքննիչ դատարանի, որպես վերաքննիչ դատարանը կարող օբյեկտիվ որոշում կայացնի, այդ իսկ առումով այս պայմանության ես ինչ տեսախցիկներ։ Փաստորեն ըստ Հարությունյանի, որ պարոն Ավասարդյանը թվով 3 վկաների դատարան է տեղափոխել Երևան քաղաքից իր ավտոմեքենայով, վկաներին Երևանից բերել է իր ավտոմեքենայով, կան տարածքներ, որտեղ միասին այդ վկաների հետ ինչ տեսախցիկներ։ Դատարանի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դրսի տեսախցիկները պահանջենք ստանանք, որպեսզի ես կարողանամ համոզվեմ պարոն Հարությունյանին, համենայնիվ պարոն Ավասարդյանը կընդունի այդ հանգամանքը, կարծում եմ նման անհրաժեշտություն չի առաջանում, բայց ես այնպես չէ, որ հավաց ինվերիտետ պետք է ընդունեմ պարոն Հարությունյանի ասածները և պետք է համոզված լինեմ, որ իրականում այդ փաստերը հավաստի են։ Եվ բացի այդ նաև կան որոշակի հանգամանքներ կապված դժողի հետ հարաբերությունների հանգամանքները ասում, որ ես ասենք չեմ ուզում այս պահին նաև դժողների որևէ եղանակով նրանց անձի հետ կապված հանգամանք ներկայացնել մասնավորապես իրավունքի հետ կապված ձեռք եմ ունում, ես այդ հանգամանքները ուսումնասիրեմ և ներկայացնեմ գրավոր Իսկ ինչ ջանքերում եք մշտում։ Միջնորդության համար ձայնագրությունները պետք է լսեմ։ Ես ձայնագրությունները պայմանով ասեցիք, չէ, ոչ թե տեսագրությունները, դատական նիստի ձայնագրությունների մասնախոսքի ես Հարությունյանի որպեսզի ինձ ասի, փաստորեն խոսքը գնում է ըստ Հարությունյանի ասացի 30 ձայնագրության 11 դիսկերի մասին, ստվարակների մասին, 30 վկայի հետ կապված և դժողի իրավահաջորդներին, բնականաբար նաև ես այդ ընթացքում քրեական գործունեություններին կծանոթանամ և ճիշտ է, ես նախկին փաստաբաններից երկուսին շատ լավ ծանոթ եմ, շատ հարգում եմ և պարոն Անասականյանին, և պարոն Զարդարյանին, շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք, բայց դուք կոռեկտության տեսակետից ես ուղղակի քանի որ դեռևս չէր ճշտվել դատարանի կողմից, որ ես մարդկանց ասեմ, որ ես Հարությունյանի պաշտպանն եմ, ես այսօր մաքսիմում վաղը, որտեղ այսօր ես դատական նիստից հետո պետք է ներկայանամ Գորիսի մստավար դատական նիստի ժամանակի նիստը։ Ժամկ է դասել, ողջամիտ ժամկ, դատարանից ակնկալում են ողջամիտ ժամկեր։ Լավ։ Զուտ դիսկերի ծանոթանալու և միջնորդությունը։ Դա մանրամասն նախորդ դատական նիստի և ձեր պաշտպանյալը դատարանից խնդրեց ժամանակ տրամադրել, որպեսզի պաշտպանվի։ Դատարանը ժամանակը տրամադրելուց հետո հայտարարություն արեց, որ
այնպես չի, որ վերջին օրը պետք է ձեր պաշտպանական նիստին ներկայանալ, որպեսզի մենք գործունեներին ծանոթանա, այլ երբ որ ձեր կողմնություն նախապես դատարանը ձեզ տեղեկացնում է, որ ձեր պաշտպանը իրավունք ունենա դատարան եւ ստանա գործի համոզություն։ Ավելին ասենք նույնիսկ չեմ սխալվում պարոն դրած, որ նույնիսկ հնարավոր է ձեր նախորդ պաշտպանը այդ ամեն ինչը ձեռն է։ Ես ուղղակի դա չեմ հիշում, բարձրաձայն ասեց, թե հետո մենք քննարկեցինք, ամեն դեպքում իմ կողմից արված հայտարարությունը հստակ հիշում եմ։ Լավ, ամեն դեպքում դուք արձանագրում եք, որ ամսի 29-ին է ձեր ձեռնությունը, այլևս դա շնորհված ասել չի։ Ինչ եք ակնկալում ողջամիտ ժամկետը։ Նայեք, պատվարժան դատարան, որպեսզի զոր դիսկերին չծանոթանան հետագայում քրեական գործի ծանոթացման հարց բարձրացնեն, ես պարոն Հարությունյանի ասածով, պարոն Սարդարյանի կամ պարոն Մնացականների մոտ կան գործի նյութերը։ Եվ եթե չեմ սխալվում, ասես որ ինչ ունեք։ Ինքը դուք ունեք, չէ՞։ Գործի նյութերը։ Ջերը ունեն, ողները ունեն, մեկ դատարանի ցուցակած թղթերը, բայց դիսկերը եւ Չէ, շարժական քննության մարմնի կողմից ամբողջ գործընթացը չունեք։ Իսկ այդ փուլը ձեզ չի տրամադրել, թե ինչ է դրա չէ։ պաշտպանների մոտ է ոչ։ Իմ մոտ ջերնա, Եվ նաև որպեսզի գործի նյութերին ծանոթանամ, նաև նշեց, որ 14 հատորակ քրեական գործի նյութերը Եվ նաև ասեց, որ դեպքան վկաներ, որոնց հարցակցությունը տևել է 5 ժամ։ Այսինքն նույնիսկ եթե ես գործի նյութերը ծանոթանամ հատոր միգուցե նախնական քննության մարմինն է։ Երբ դատարան ավելին է, բայց դատարանի վարույթները Չէ, պրոֆեսիոնալներս գիտեք, որ Ես նաև ձեռնարկություններ ունեմ, ուսումնասիրում դատարանի վարույթից ոչինչ չի դարձում, բայց նույնիսկ եթե ասեմ ես քրեական գործի, քանի որ բողոքների գործանոթանամ քրեական գործի նյութերի մասին պատկերացում եմ ունենալու, այստեղ խնդիր ես տեսնում եմ կոնկրետ հարցերի մտահոգությունը ավելի շատ մեծ խախտումներ ինքը արձանագրել է դատաքննության փուլի հետ կապված, բայց ձեռնարկությունը որ ուզենամ շուտով լսել չեմ կարող, քանի որ դա զապիսակում պիտի լսեմ, ոչ թե պիտի արձանագրեմ։ Այսինքն այս գոնե իր ասածով կան վկաններ, որոնց ձեռնարկությունը տևել է 5 ժամ։ Այսինքն ես պիտի միացնեմ եւ չեմ կարող էլի ասեմ արագ լսեմ։ Դա լսել ինձ չի կարող, ասեմ ձեռնարկությունը պիտի վերարտադրվի։ Այդ իսկ առումով պատվարժան դատարան, ես կարծում եմ նաև գործի ծավալը եւ ձեռնարկությունները հաշվի առնելով, նաև նախապատրաստվելով, քանի որ ինքն անշարժ հասկանում եք ինչ գործի եւ ինչեության մասին խոսքը, մոտավորապես մենք կեսանոս։ Լավ։ Ձեր դիրքորոշումը պաշտպանի միջնորդությունը համաձայն Պատվարժան դատարան, ես կարծում եմ, որ դարձանքությունն հետաքննությունը տեխնիկապես ձգձգելու գործոն է, գնալով ապրում նույնպես այդ դիրքորոշումն են կարում, որտեղ նայացույց կարում, և ամսի 29-ին 3 պաշտպանի ներգրավելը և այսօր քրեական գործի նյութերի ծանոթացման կապակցությամբ ձգձգելու միջոցը 29-ին 3 Նախորդ դատական նիստին, եթե չեմ սխալվում, հենց երկշաբթի ժամկետը տրամադրվել էր այն տրամաբանությամբ, որ ապահովում եւ պաշտպանի ներգրավելը եւ հնարավորինս գործի նյութերի ծանոթանալը, որովհետեւ բոլոր դեպքերում մենք գնել ենք վերակնիչ բողոքի սահմաններում եւ կարծում եմ այստեղ հատորների եւ տեխնիկապես ծավալների թվարկում միայն ժամկետի ձգձգման միտքում ունի։ Բոլոր դեպքերում դա ձեր դիրքորոշման հարցն է։ Վերաբերվում է մեղադրողի կապակցությամբ առած հայտարարություններին, չգիտեմ, լոկաների տեղափոխելու, ինչ-որ ձայնագրությունների դուրողների կապերի։ Այս պայմանությամբ որքանում որ ես հասկանում եմ բացատի հիմնավորում որպես ուզում են դրեն իմ կողմնակալությունը, որպեսզի հաստատ ես իմ դիրքորոշումը ներկայացնեմ իմ անկողմնականության եւ այդ հիմքերի պարզապես նիստը ձգձգելու միտում ունենալու մասին, դրա մասին առումարումս այդն երբ վերավոր բացատրելի։ Կարծում եմ բոլոր դեպքերում, եթե քրեական գործի նյութերին ծանոթացման ժամկետն ունի, առավելագույնը 3 շաբաթյա ժամկետը լրիվ բավարար է։ Թողնում եմ դեպի կորոշում։ Լավ, բան դատախազ, այդ տեսեք նաև պաշտպան Ապրեսյանը իր